Միջազգային դատարանը միջանկյալ որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել գերիների իրավունքները, զերծ պահել նրանց ճնշումներից, խոշտանգումներից եւ այլն, ինչպես է Հայաստանը փորձում ըստ ձեզ կիրառել այս որոշումները լայն ռազմավարության մեջ, ապահովությունների պահպանման, ուրեմն հրամանատարական պատասխանատվության, գերիների ազատման ուղղությամբ։ Շնորհակալություն, իրականում երևի հարցի շրջանակներում մի փոքր ներառած կատարում առասարակ միջազգային դատարանի գործընթացների կարևորությանը այս կոնտեքստում, հատկապես գերիների իրավունքների պաշտպանության կոնտեքստում եւ առասարակ հաջորդի քայլերի իրականացման կոնտեքստում այդ գործընկերներից կողմից մատնանշած մի շարք մտքերի կուզեի արձագանքել կամ նաեւ շարունակել իրենց միտքը, հատկապես խոսքը վերաբերվում է Բաքվում ընթացող դատավարություններին կամ այսպես ասած շաքերտավոր դատավարություններին, չեմ կարծում ճիշտ է դրանք առասարակ դատավարություն անվանելը, որովհետև այստեղ շատ լուրջ նաև թակարդ կա ու դա վտանգավոր է առասարակ նաև մեր մտայնության մեջ դա պետք է մենք միշտ հասկանանք, որ ինչ է կատարվում առասարակ իրականում, բնականաբար Ադրբեջանի համար շատ նաև կարծում ցավոք սրտի շատ ցանկալի իրավիճակ է, որովհետև այդ դատավարությունները բոլորս էլ հասկանում ենք, որ շատ ուղիղ, շատ հստակ վերահսկվում եւ կոորդինացվում, ուղղորդվում եւ նպատակ ունեն եւ նաեւ ունեն սցենար ակնհայտորեն։ Եվ այդ սցենարի տրամաբանությունը իրականացում է հենց պետական տրամաբանության մեջ եւ ազատ են այս առումով իրականացնելու։ Իսկ ինչ եմ սա այստեղից սկսում խոսակցությունը, որովհետեւ նաև անցում եմ կատարելու հաջորդի արդեն միջազգային պրոցեսների կամ միջազգային դատական պրոցեսների կարևորությանը, ինչու է կարևոր առասարակ միջազգային դատական գործընթացները, ինչի են համարեն կարևոր միջազգային դատարանները, այս դրա մասին շատ հերավատորեն ենք խոսում, շատ դեպքերում, նաև ես հիշում եմ 20 թվականից ի վեր, 21, 22, 23, 24, ես անընդհատ տարբեր առիթներով նաև հրապարակային խոսքի մեջ ինձ տրված հարցադրումների տրամաբանությամբ անդրադառնալու եմ հարցադրմանը, թե արդյոք իմաստունի առասարակ միջազգային դատական գործընթացներն ու ձեր նշած միջանկյալ միջոցներ կիրառելու մասին կամ ժամանակային միջոցներ կիրառելու մասին որոշումներ, եթե Ադրբեջանը առասարակ որոշումը կամ չկատարել կամ ակնհայտորեն չկատարել կամ որևէ ձև չազդել իր վարքագծի վրա, հենց այս տրամաբանությունը մի քիչ եկեք փորձենք հասկանալ իրականում ինչ կարևորություն ունի դրանք, որովհետև նախ եւ առաջ միջազգային դատական գործընթացների կարևորությունը առանցքային է այստեղ, որովհետև երբ որ դու միջազգային դատական գործընթացները հանում ես կոպիտ ասած ամբողջ հավասարման մեջից, այսինքն հանում ես ընդհանրապես ամբողջ պատվերի մեջից, մնում են Բաքվի դատավարությունները։ Ակնհայտա Բաքվի դատավարությունները շարունակվելու են, ակնհայտա որ միակողմանի ճշմարտությունը պարտադրվելու է։ Իսկ այդ միակողմանի ճշմարտության պարտադրումը շատ կարծում եմ այդքան լավ հետևանքներ չի ունենում նաև երկարաժամկետ կտրվածքով, որովհետև առասարակ նաև ինչի մասին է խաղաղությունը, կարծում եմ, խաղաղությունը նաև ճշմարտության մասին պետք է լինի, որովհետև դժվար է սեղմել այդ ամեն ինչը, այսինքն մարդու իրավունքների կողմնակում խախտումները, պատերազմական հանցագործությունները, բարբերական խախտումներ մարդու իրավունքների ու դրանք պարզ է, որ միակողմանի չեն եղել։ Պարզ է, ասենք հակրին են, որ պատերազմական իրավիճակներում հնարավոր է նաև երկկողմանի խախտումներ, բայց այստեղ խոսքը նաև միջազգային դատական գործընթացների իմաստն է հենց այս կոպիտ ասած հնարավորությունը, հավասար հնարավորությունը պատմությունը ճիշտ ձևակերպելու կամ ճիշտ գրելու մասին։ Իսկ հակառակ պարագայում դրանից դու զրկվում ես ցավոք սրտի միջազգային դատական գործընթացներում այս առումով ես ուզում եմ իհարկե որ միջազգային դատական գործընթացները կշարունակվեն, կլինեն շարունակական, որովհետև սրանք շատ կարևոր են համատանգային երաշխիքներ պարունակում իրենց մեջ, առաջին հերթին նաև պահվող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Եվ նաև մի sense գաղափար է կար, որ կամ քննարկվում է անընդհատ կամ ժամանակ գալիս է նաև հրապարակային դաշտն առնով որ արդյոք իրավական գործընթացները սկսելով կամ իրավական գործընթացները անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված նախաձեռներով մենք այսպես ասած չենք դնում ռիսկի տակ այդ անձանց ճակատագիրը Բաքվում գտնվելու ժամանակվա ընթացքում, այսինքն կոպիտ ասած որ եթե իրավունքների պաշտպանության համար քայլ ձեռնարկես, ապա դա նեգատիվ կանատարնապահման պայմանների վրա օրինակ, բայց կարծում սա աբսուրդային է, սա ևս թակարդային տրամաբանություն է մտածելու, դա շատ վտանգավոր է այդպես մտածելու, որովհետև դա կատարում է ավելի շատ այս անվերջ պտույտի մեջ է գցելու քեզ
եւ շատ այսպես եմ ասում, ինչքան է որ Ադրբեջանը որպես երկիր չունենա այտենց այսպես ասած ցանկալի վերաբերմունք միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, որը մենք ուզեինք, բայց մենք պետք է միևնույն ժամանակ հասկանանք, որ այդ վերաբերմունքը այդպես է լինում։ Դժվար է ասենք, դժվար է ակնկալել միայն միջև այդ որոշումների կայացումը, որ վերաբերմունքը ակտկրին էր։ Եվ չեմ էլ կարծում, որ մենք պետք է այդպես նայվ լինենք ու կարենք, որ ասենք այդ որոշումը կայացրեց, միանգամից տենց օրերի ընթացքում կամ ամիսների ընթացքում տենց մի հատ հրաշքով փոխվել էր այդ ամբողջ պատկերը եւ ամբողջությամբ կատարվել է։ Չէ, ցավոք սրտի իրականությունն է, որ այդպես ցավոք սրտի չի լինի, բայց արդյոք դա նշանակում է, որ առասարական իմաստեն ոչ։ Կարծում եմ նաեւ նույնիսկ նմանատիպ բովանդակություն ունեցող երկրների համար միջազգային դատական պրոցեսները ունեն հստակ ազդեցություն։ Իրանք վստահաբար ազդում են պետության վարքագծի վրա, վստահաբար ազդում են սահմանափակման պետության գործողության շրջանակները, վստահաբար դիմացինը ստեղծում են վերացուցիչ կապանքներ, քաղաքական առումով, ռեպուտացիոն առումով, շատ այլ առումներ, որոնք կարծում կարևոր են առհասարակ երկարաժամկետ կտրվածքով։ Եվ այս առումով էլ բնականաբար նաև կարևոր է, որ ծերացին պատասխանելով, որ միջազգային դատարանների կայացրած որոշումների հետամուտ լինելու պրոցեսը անընդհատ է, որովհետև դրանք որոշումը որ կայացվեց, դա մի քայլ է, բայց որոշման կայացումից հետո արդեն ինքը ենթադրում է դրա շարունակությունը կամ պատմության շարունակությունը, այսպես ասեմ, որովհետև որոշումը իր կյանքն ունի նաև դրանի կայացումից հետո, որովհետև դա ազդում է քաղաքական գործընթացների վրա, դա ազդում է որոշումներ կայացնողների վրա, հայկական կողմը մշտապես նաև իր գործընկերների հետ պետք է լոբինգ անի այդ որոշումների իրականացումը։ Տարբեր հարթակներում։ Ես կարծում եմ, այո, որովհետև այդ որոշումները իրավունքների պաշտպանության որոշումն շատ կարևոր են, որտեղ այդ իրավունքների պաշտպանության վերաբերյալ շարունակությունը, որովհետև մենք ունենք առնվազն ունենք եվրոպական դատարանի որոշումներ, ունենք առանձին միջազգային կիրառում ասով, բացի եվրոպական դատարանից մենք նաև ունենք արդարադատության միջազգային դատարանի ժամանակային միջազգային կիրառող մի քանի որոշում առնվազն, եւ առաջին որոշումը իրականում 21 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հենց վերաբերվում է նաև պահպանված իրավունքների պաշտպանությանը։ Ու առասարակ այս որոշման կարևորությունը ինչով է նաև ամրապնդվում եւ ընդգծվում այն հանգամանքով, որ արդարադատության միջազգային դատարանում քննվող գործը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերահսկման մասին կոնվենցիայի տրամաբանության վրա, որի տրամաբանությունը հենց այդ խտրական վերաբերմունքի առասարակ բացառում, որը հենց առանցքն է այս ամբողջ պատմության։ Այսինքն այն հակահայկական մթնոլորտը, որ կա եւ դրա տրամաբանությունը էս է։ Երևի էս է ձեր հարցի պատասխանը։ Շատ լավ, պարոն Կերպոսյան, իհարկե շատ լավ է, որ դուք հույս ունեք, որ միջազգային ատյաններում գործերը կշարունակվեն, բայց նաև ձեր հրաժարական պաշտոնից խոսում է նրա մասին, որ այդ հույսերը, չգիտեմ, գոնե դրանց վերաբերյալ մտավախություններ կան, հատկապես որ կա նաև քաղաքական իշխանության հայտարարությունը, որ խաղաղություն կնքելուն զուգահեռ կամ դրանից անմիջապես հետո կողմերը պետք է հետ կանչեն միջպետական հայցերը, պետությունների կողմից ներկայացրած հայցերը միջազգային դատարաններում։ Ըստ այդմ նաև մենք տեսնում ենք ընթացած ձևակերպումների եւ բառամթերքի փոփոխություն, ինչպես նշեց Տիկին Մելիքյանը, որ եթե առաջ խոսում էին գերիների մասին պետական մակարդակով, հիմա ասում են անազատության մեջ պահվող անձանց։ Պարզ է, որ նկատի ունեն գերիներին, բայց այս շեշտադրումների փափկեցումը, չգիտեմ, ինչի մասին է դա խոսում, եւ երկրորդը այս պետության մոտեցումը, այն է, որ իրավապաշտպանները ասում են ակնհայտորեն, որ գիտեք, պետք է գերիների հետ կապված հարցերը լուծել, հետո կնքել խաղաղություն, այսպես ասած։ Իսկ պետությունն ասում է, չէ, խաղաղությունն է կարևորը, խաղաղությունից հետո ավելի կհեշտանա նրանց վերադարձի խնդիրը լուծել։ Ձեր կարծիքով որն է ավելի առաջնային, հումանիտար հարցերը լուծել, հետո անցնել խաղաղության պայմանագիր կնքելուն, թե խաղաղության պայմանագիրի կնքումը իսկապես կարող է հեշտացնել այդ հումանիտար խնդիրների, իրավական խնդիրների, գերիների վերադարձի հարցի լուծումը, թե կարող է ընդհանրապես մոռացնել տալ նաև այդ խնդիրը։ Խնդրեմ։ Դժվարանում պատասխանել, երևի մի փոքր փորձեմ մեկնաբանել, որքանով հնարավոր է պատկերացնում եմ, նաև իմ մնալով մասնագիտական գնահատականների դիրքում, իրականում իմ ընկալմամբ, իմ անձնական եւ մասնագիտական ընկալմամբ, առհասարակ խաղաղությունը առաջին հերթին ներկայացնում հումանիտար հարցերի ուղի հասցեակը։ Ես այդպես եմ պատկերացնում առհասարակ խաղաղության տրամաբանությունը, հատկապես գերեվարված անձանց վերադարձի մասով, ինչու են Ժնևյան կոնվենցիաները նախատեսում, որ
գերիների անհապաղ վերադարձի պարտավորություն կա նաև հակամարտող կողմերի միջև, ամբողջ փիլիսոփայությունը դրա մեջ է դրած, որ երբ որ դու դադարում ես ռազմական գործողությունները, դադարեցնում ես ռազմական գործողությունները, պարտավոր ես արագ վերադարձնել պահող անձանց, որ դա հենց այդ խաղաղության կոմպոնենտներից կարևոր կոմպոնենտներից մեկն է։ Եվ ես կարծում եմ նաև, որ վերադառնալու նախկին մտքին, դրա մասին շատ եմ ասել, բայց անընդհատ պետք է դրա մասին խոսել, որ իրավական պրոցեսները ինքնին խաղաղության կարևոր ներերի, ինչպես ասեմ, անկյունակարի, աղյուս են, հիմք են, դրա պատկերի կտորներից մեկն է իրավական պրոցեսները, որովհետև դա է նաև երաշխիքի տալիս, որպեսզի հատկապես բարդ եւ խորը պատմական հիմքեր ունեցող կոնֆլիկտի դեպքում, երբ որ դու ունես նաև փաստական առումով վեճեր, նաև ունես, չգիտեմ, տարբեր պատմական առումով որոշակի անհամաձայնություններ, դատական պրոցեսի նաև կարևորագույն իմաստներն կայանում են հենց այդ փաստական հանգամանքները ապացուցման պրոցեսի, այսպես ասած, շուտ հստակ գրված իրավաբանորեն կանոնակարգված ընթացակարգային գործընթացի միջոցով ապացուցել, որտեղ հիմա բանը պարզ է, որ նաև այսօրվա աշխարհում դա չպետք է մոռանանք, որ նման կոնֆլիկտների բարակայում, երբ որ տենց բարդ խորքային կոնֆլիկտներ ունենք ու երկար ժամանակ կրկնվող, նաև գնում է այսպես կոչված նարատիվների կռիվ այդ մակարդակներում, այսինքն յուրաքանչյուր կողմ այս կոնֆլիկտային հատկապես նաև այն կողմերը, որոնք որ լինում են, չգիտեմ, ոչ այդքան դեմոկրատական ռեժիմներ, դրանք ավելի ագրեսիվ են նարատիվային կռիվների մեջ։ Նարատիվային ասած ոչ այդքան դեմոկրատական ռեժիմներն ասած այդ նարատիվային կռիվները ինչի իմաստուն են։ Իմաստուն են իրենց ճակերտավոր ճշմարտությունը սարքելու գերիշխող եւ գերակայող եւ դրամաբանական իրենց պլեյից, որովհետև մեղադրանքը հեռացնելու նպատակ ունի, առասարակ իրենց դեպուտացիոն դեմիջը կառավարելու նպատակ ունի եւ այլն։ Բայց այս առումով էլ եթե ծուտ միջազգային անկին ենք վերադառնում, եթե մենք նպատակում ենք միջազգային անկի իմաստի մասին, միջազգային անկի ամբողջ նորմատիվ համակարգի պահպանման իմաստը մտածում են խաղաղություն։ Այսինքն նաև նույն ռասական խտրականության միջազգային կոնվենցիայի պրեամբուլն ասում, ռասական խտրականության բոլոր ձևերի վերահսկման մասին կոնվենցիայի պրեամբուլը ունի հատուկ առանձին պարագրաֆ, որը հստակ է շրջակայել, ասում որ բանի ռասական խտրականության կանխարգելումը հենց պատերազմի կանխարգելումը կամ խաղաղության հաստատումը, որովհետև բազա է, որ մի կողմը քարոզում է ալտերնություն կոնկրետ էթնոսի կամ խմբի նկատմամբ, ակնհայտ է, որ դա խաղաղության խորքում խաղաղության մասին չի խոսում։ Հասկանալի է, Տիկին Մելիքյան, նույն հարցը ձեզ, այս հարցը բոլոր երեք բանը խոսել